Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանը փոքրացնում է իր ռազմական բյուջեն։ Ես բացատրություն չունեմ։ Դուք ինձ հարց եք տալիս, որը ասենց ողջամտության շրջանակներում հնարավոր չի պարզաբանել։ Ես չեմ հասկանում, ինչի է սա անում։ Կարող ենք միայն ասենց ենթադրության դաշտ մտնել եւ ասել հետեւյալը. դա անում է, որովհետեւ Ալիևը մի քանի անգամ ասել է, որ թույլ չտալու Հայաստանի միլիտարիզացիան, չի ասում էր։ Թույլ չենք տալու, զսպելու ենք եւ այլ եւ այլ։ Մենք չգիտենք փակ դռների հետևում իրենք ինչի մասին են խոսում։ Ինչ կարգի պարտավորություններ է բանավոր ճանապարհով ստազնում Նիկոլ Փաշինյանը։ Հենց այդ պատճառով հայտնում են հանրային խոսույթում այնպիսի բաներ, որոնց բացատրությունը մենք չունենք։ Որտեղ մենք պետք է ենթադրենք, թե ինչ է խոստացել, ինչ չի խոստացել, որտեղ մի բան, որ տրամաբանված բացատրություն չունի, սկսում ես ենթադրությունների դաշտ մտնել։ Ես այդ բացատրությունը չունեմ։ Անպատասխանատու քայլ է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ամրապնդելու շահերից։ Միգուցե sense մի քիչ ավելի ընդլայն եմ այս մասը։ Ընդհանրապես կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հենված է ուժերի բալանսի վրա։ Եթե խաղաղությունը հենված չի ուժերի բալանսի վրա, ուրեմն այդ խաղաղությունը կախված է կողմերից մեկի բարի կամքից։ Մենք պատրաստ ենք վստահել այդպիսի խաղաղությանը, որը կախված է օրինակ Ալիևի բարի կամքից։ Ես այդ բարի կամքը չեմ տեսել։ Այդ բարի կամքի տերը Բուդապեշտում հայ սպայի գլուխը կտրող զինվորականին հերոսի կոչում է տվել եւ հետո իր ինքնաթիռը ուղարկել է նրան տեղափոխելու համար Բուդապեշտից Ադրբեջան։